երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաև երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ падգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ Սա Նիկոլ Փաշինյանն է հիմա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր կերպով կարծում եմ պետք է փոխվեն։ Ազգային ժողովի падգամավոր, այդ ինչ որտեղ հասկանալի է։ Եվ նախարար կարող են լինել միայն այն մարդիկ, ովքեր վերջին 4 տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սա որոշակի սահմանափակումներ է դնում Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու համար։ Գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ, դա Սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է։ Սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին։ Սա Փաշինյանն է 2018-19 թվականներին։ Հիմա երբ Փաշինյանն ունի 3 երկրի քաղաքացիություն ունեցող քաղաքական հակառակորդ, ըստ էության մոռացել է Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու մտադրությունը։ Գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։ Դա հանդիսանում է պատասխանից խուսափելու վարքագիծ։ Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը հանդարտեցնում է կրքերը։ Այս պահի Հիշեցնում, Ուժեղ Հայաստան կուսակցությունը դեռ 148-րդ հոդվածը փոխելու հարց չի քննարկում։ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետի թեկնածու թե ոչ, կորոշի ժողովուրդը խորհրդարանական ընտրություններում։ Հայաստանում մասնագետ չկա, որը կարող է կասկածի տակ դնել այդ ճանապարհային քարտեզը։ Պարզապես այստեղ կա մեկ նրբություն, որ ի սկզբանե հանրությունը, ժողովուրդը, իշխանության առաջնային կրողը ինքն է հենց որոշելու այդ հարցի պատասխանը։ Որ Սահմանադրության 148-րդ հոդվածը միշտ է եղել խնդրահարույց, բազմաթիվ օրինակներ կան։ Նույն հոդվածը վարչապետ դառնալու հնարավորություն է տալիս 25 տարեկան երիտասարդին։ Օրինակ մեր հայրենակիցները իսկապես պատկերացնում են, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ամենապատասխանատու պաշտոնը զբաղեցնի, այն է վարչապետի պաշտոնը զբաղեցնի 25 տարին լրացած անձը։ Այսօրվա կարգավորումներով դա հնարավոր է։ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներից կրկնակի եւ ավելի շատ հայրենակիցներ ունենք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, ազգությամբ հայ են, հայրենասեր են, նվիրյալներ են Հայաստանին։ Իրենք չմասնակցեն Հայաստանի Հանրապետության կառավարմանը։ Կարծես թե հենց դա էլ խոսվում էր 2018 թվականի ազգային ժողովի նիստի ընթացքում հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարդևանյանը կարծում է Փաշինյանը նախկինում արած հայտարարությունները մոռացության է տվել, քանի որ չվերընտրվելու վախ ունի։ Քաղաքական հակառակորդ է ի հայտ եկել, որը հենց այդ խնդիրների հաղթահարման մասին է խոսում, դրա համար է պետք հակադարձել։ Ակնհայտ է, որ նշված դրույթը պետք է փոփոխվի։ 148-րդ հոդվածը կփոփոխվի, եթե այդպես ցանկանա խորհրդարանում մեծամասնություն դարձած ուժը։ Իդեպ Վարդևանյանը նկատում է, նման փոփոխության հենց գործող իշխանությունն է գնացել խորհրդարանում մեծամասնություն դառնալուց հետո։ 2020-ի հունիսին Սահմանադրական դատարանի կազմն է փոխվել։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։